Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Առաջարկվող միջոցառման նպատակն է, ինչպես վերնագիրը հուշում է, անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացումը եւ կայուն զբաղվածության ապահովումը։ Գիտենք, որ նոր համակարգը փորձարկում են երկու մարզերում, Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, ուստի միջոցառումն էլ առաջարկում է տրամադրել աջակցություն այս մարզերի գործատուներին, որոնք մեր շահառուներին զբաղվածություն կառաջարկեն 3 ուղղություններով. ուսուցում եւ աշխատանքի ընդունում, աշխատանքային փորձի ապահովում եւ աշխատանքի ընդունում եւ պարզապես աշխատանքի ընդունում։ Առաջին ուրեմն եղանակով, եթե զբաղվածությունը ապահովում է, ապա գործատուին աջակցում ենք հիմնականում ըստ էության երկու մասով, միջոցառման միջոցով պետությունը գործատուին կփոխհատուցի այն կրթական ծախսերը, որոնք կպահանջվեն շահառուին ոչ ֆորմալ կրթության ապահովման նպատակով, բայց ոչ ավելի քան 250,000 դրամի չափով։ Երկրորդ բաղադրիչը այս ուրեմն ուղղությամբ պետությունը կապահովի նաև գործատուին աջակցություն առնվազն 6 ամիս ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի դեպքում 6 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի եւ պարտադիր վճարների փոխհատուցումը եւ այսպիսով կունենանք առնվազն 6 ամիս ուրեմն կրթություն ոչ ֆորմալ կրթություն ստացած շահառուի հետ պայմանագրի կնքման պարտադիր պահանջ։ Երկրորդ ուղղությամբ, երկրորդ դեպքում գործատուն ուրեմն պարզապես կնքում է պայմանագիր, կրկին նվազագույնը 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր մեր շահառուներից որը մեկի հետ եւ այս դեպքում ունի հնարավորություն առնվազն առաջին 3 ամսվա ընթացքում ապահովելու որոշակի, այսպես ասած, պրակտիկա կամ աշխատանքային փորձառություն, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով մենք կփոխհատուցենք աշխատավարձի վճարման համար ամսական 165,000 դրամ, ներառյալ հարկեր պարտադիր վճարներ։ Գործատուի մոտ աշխատանքային փորձառությունը այս 3 ամսյա անցնելուց հետո եւս 3 ամիս կստանա գործատուն աջակցություն արդեն նորից նույն առաջին բաղադրիչի նման աշխատավարձից հաշվարկվող հարկերի եւ պարտադիր վճարների փոխհատուցման ձևով մինչև 50,000 դրամի չափով։ Երրորդ բաղադրիչը, երբ որ պարզապես կկնքի պայմանագիր գործատուն շահառուներից անապահով ճանաչված շահառուներից որևէ մեկի հետ, ապա կստանա աշխատավարձի սուբսիդավորման աջակցություն եւ ունենք երկու եղանակ, եթե աշխատանքային պայմանագիրը կլինի 6-ից 11 ամիս ժամկետ, կունենա 6-ից 11 ամիս ժամկետ, ապա կսուբսիդավորենք 50%-ի չափով աշխատավարձի, բայց ոչ ավելի քան 50,000 դրամը ամսական եւ 12 եւ ավելի ամիսների դեպքում կնքված պայմանագրի դեպքում մենք ունենանք 6 ամիս ժամկետով գործատուին աջակցություն, ամսական աշխատավարձի 70%-ի չափով սուբսիդավորում, բայց ելի ոչ ավել, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափն է 75,000 դրամը։ Ծրագրով ուրեմն մեր միջոցառումը նաև նախատեսում է որոշակի ռիսկերի զսպման գործիքներ, մեխանիզմներ, այսինքն հետգանձման եղանակներ եւ գործատուից եւ շահառուից ծրագրի պահանջներից շեղվելու դեպքերում միջոցառումը իրականացվելու է եւ իրականացվում է e-work AM համակարգի միջոցով, սա մեր զբաղվածության կամ այսպես ասած աշխատանք փնտրողների եւ գործատուների համատեղման այն համակարգն է, որտեղ մի կողմից գործատուները փնտրում են աշխատողներ, մյուս կողմից աշխատանք փնտրողները գտնում են համապատասխան հաստիքներ, այս ուրեմն գործիքի միջոցով այս համակարգը արդեն մշակված է նոր տեղեկատվական կենտրոնի կողմից եւ այս գործիքի միջոցով է իրականացվելու միջոցառումը իր բոլոր 3 բաղադրիչներով։ Միջոցառումը բխում է 24 թվականի դեկտեմբերին կառավարության հաստատված 2025-2031 թվականների զբաղվածության ռազմավարական ծրագրից եւ իհարկե անապահովության նոր համակարգի բարեփոխումներից։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։